այս իշխանությունները արդեն բացահայտորեն 3 ուղղությամբ դիմում են կամ 3 ուղղությամբ հանդուրժում են կամ խնդրում են, որպեսզի Հայաստանի ներքին կյանքին լինի ուղիղ խառնվածություն։ Մեկը Եմենը, մեկը Միացյալ Նահանգները, մյուսը Թուրքիան։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է եկեղեցին վերածել ընդամենը ոչ ֆորմալ պետական մի կառույցի, իսկ հոգևորականները էլի ոչ ֆորմալ վերածվեն պետական ծառայողների եւ ամբողջովին լինեն պետության վերահսկողության տակ։ Վաղը միսօր դա պարար թող է ստեղծելու Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի եկեղեցուն արդեն ամբողջովին հռչակի որպես օտարերկրյա գործակալ, եկեղեցուն ամբողջովին հռչակի որպես ինչ-որ փողերի լվացման աղբյուր եւ այդպիսով կարողանա կասեցնել ցանկացած թեմի գործունեություն, ընդհանուր նաեւ մայրաթորի գործունեությունը մինչեւ կհասնի իր բաղձալի նպատակին, եթե պետությունը իր իսկ տարածքի նկատմամբ չունի լիարժեք վերահսկողություն, դա նշանակում է, որ այլևս մենք կորցրել ենք տվյալ հատվածի նկատմամբ ինքնիշխանությունը։ Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը քաղաքական վերլուծաբան, Հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ Կարեն Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերքի համար։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը շարունակում է, հիմա եկեղեցին համեմատել է ծայրահեղ իսլամիստների հետ, մեղադրել, որ եկեղեցին արտաքին ֆինանսավորում ունի, արտաքին աջակցություն ունի եւ այլն։ Ինչի համար է այս ամենը արվում, ուր է այս ամենը տանում, արդյոք եկեղեցին, որը հայապահպանման, հայի գոյության, հայի պահպանման պայքար է տանում, հիմա պետք է համեմատվի ծայրահեղ իսլամիստի հետ։ Փաստորեն ըստ Նիկոլ Փաշինյանի հայրենասիրությունը, ազգային արժեքների կրումը եւ առհասարակ պատմական հիշողության կրումը ուղիղ համեմատականի մեջ է ծայրահեղ իսլամիզմի հետ։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, այդ ամենը ասել է հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նիկոլ Փաշինյանը ենթատեքստով խոստովանեց, որ այն ողջ գրոհը, որը իրականացվում է հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ամբողջովին քաղաքական է, որովհետև այլևս չկան այն շեշտադրումները, որ իբր վեհապարը խախտել է կուսակրոնության ուխտը, իբր այս կամ այն հոգևորականները խախտում են բարևարկության նորմերը, այլևս այդ խոսույթը ամբողջովին դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունից ու առհասարակ ՔՊ-ի հռետորաբանությունից եւ ինչու եմ այս ամենը ասում, որ ենթատեքստերով Նիկոլ Փաշինյանը գուցե ակամա, սակայն խոստովանեց, որ այս գրոհը ամբողջովին քաղաքական է, մաքուր քաղաքական, որովհետև նա բացի այն, որ հայտարարեց, որ պետության մեջ չպետք է լինի պետություն, նա իհարկե նկատի ուներ, որ եկեղեցին սահմանադրորեն անջատ է պետությունից, նաև հայտարարեց, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այնինչ իր իսկ մեկնաբանությամբ վեհապարը, այնուհետև այլ եպիսկոպոսներ պահանջում են իր հրաժարականը եւ նա նույնիսկ օրինակ բերեց, որ այդ պահանջներին հաջորդեց Բագրատ Սրբազանի նախաձեռնած ծավալած շարժումը։ Նիկոլ Փաշինյանը այստեղ մանիպուլյացիա է անում, որովհետև սահմանադրորեն եկեղեցին է անջատված պետությունից, սակայն ոչ հոգևորականները, ցանկացած հոգևորական, ընդհուպ վեհապարը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, իրավունք ունեն ունենալու քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում եւ ավելին ոչ միայն ունենան այդ դիրքորոշումը, այլև եթե տեսնում են, որ պետության քաղաքական ղեկավարության կողմից ուղիղ վտանգ է սպառնում մեր պետականությանը, մեր ազգային արժեքներին, իրավունք ունեն, ինչպես ես, դուք, այդպես էլ հոգևորականները քայլեր ձեռնարկեն, որպեսզի կանխեն այդ ամենը։ Այն հայտարարությունը, որ հնարավոր է, որ պետության մեջ չպետք է լինի պետություն, ամենայն հավանականությամբ հող է նախապատրաստվում, որպեսզի ապագայում սահմանադրական հնարավոր փոփոխությունների ժամանակ նաև վերացվի այդ տարանջատման սկզբունքը, այսինքն Նիկոլ Փաշինյանը ցանկանում է եկեղեցին վերածել ընդամենը ոչ ֆորմալ պետական մի կառույցի, իսկ հոգևորականները էլի ոչ ֆորմալ վերածվեն պետական ծառայողների եւ ամբողջովին լինեն պետության վերահսկողության տակ։ Այլ խոսքով ասած, Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ վեհապարից սկսած մինչև
քահանաներ չպետք է այլևս արտահայտեն որևէ քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում, այլ լինեն ընդհանրապես մեռել թաղողներ, չգիտեմ, երեխաներին կնքողներ, հարսանիք եւ այլն։ Այսինքն նա ցանկանում է հանձինս հոգեվորականության տեսնել այնպիսի մի ամորֆ զանգվածի, ինչպիսի ամորֆ զանգված է ներկայումս պետական ամբողջ համակարգը, որտեղ պարզապես արգելված է որևէ դիրքորոշում հայտնել, եթե այդ դիրքորոշումը փոքրի շատ է հակասում է Փաշինյանի այս ճակերտավոր իրական Հայաստան գաղափարախոսությանը։ Իրականում ոչ մի կուսակրոնության ուխտի խախտում, ոչ մի բարևարկության խախտում երբևէ չի եղել նպատակը, այլ նպատակը ամբողջովին եկեղեցուն զրկելն է իր քաղաքական դիրքորոշումից եւ ավելացնեմ, որ նպատակը այդ ամենի թիրախը ավելի շուտ խորհրդարանական ընտրություններն են, քանի որ Նիկոլ Փաշինյանը հանձինս եկեղեցու տեսնում է այն արգելքը, համենայն դեպս արգելք չասեմ, այն խոչընդոտը, որը կարող է խանգարել իր հանգիստ վերարտադրմանը։ Սա է իրականում Նիկոլ Փաշինյանի ամբողջ նպատակը։ Իսկ տավախություն չկա, որ նաև այսպես որպես թաքնված նպատակ հակահաբեկչական այսպես գործողությունների անվան տակ օրինակ հարձակում իրականացվի Վեհարանի նկատմամբ կամ անգամ Նիկոլ Փաշինյանը իր այս խոսքերով խրախուսի թեմերի նկատմամբ հարձակումները։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ավելի շուտ կառավարությունը ոչ վաղ անցյալում դիմել էր Եվրամիությանը ակնկալելով նրանց օգնությունը սպասվելիք ընտրությունների հետ կապված եւ այդ ամենը փաթեթավորում էին ինչ-որ վիրտուալ հիբրիդային հարձակումների անվան տակ եւ մատնանշում, որ օտարերկրյա ներդրումներ են իրականացվում Հայաստանում, նա իհարկե նկատի ունի թե քաղաքական ուժերին ընդդիմադիր բոլոր թե ինչու՞ չէ նաև լրատվամիջոցներին եւ ակնկալում էր ԵՄ-ի օգնությունը, որպեսզի նրանք ուղիղ միջամտեն մեր ներքաղաքական կյանքին, ուղիղ միջամտեն մեր ընտրական process-ներին եւ այդպիսով իբր կանխեն այդ հիբրիդային հարձակումը, իբր կանխեն նաև այդ օտարերկրյա հայտնի չէ ինչ ներդրումների մասին է խոսում, որովհետև հստակ որևէ հասցեատեր նա չի նշում եւ չի նշում մեկ պարզ պատճառով, որպեսզի հարկ եղած դեպքում անհրաժեշտ թիրախը ընդգրկվի ահա այդ հիբրիդային հարձակման մեջ, այդ օտարերկրյա ներդրումների շրջանակներում։ Եվ իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ շեշտեց, որ հայ առաքելական եկեղեցու միջոցով օտարերկրյա ներդրումներ են իրականացվում Հայաստանում, այլ խոսքով ասած, ապօրինի փողեր են գալիս Հայաստան։ Վաղը միսօր դա պարար թող է ստեղծելու Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի եկեղեցուն արդեն ամբողջովին հռչակի որպես օտարերկրյա գործակալ, եկեղեցուն ամբողջովին հռչակի որպես ինչ-որ փողերի լվացման աղբյուր եւ այդպիսով կարողանա կասեցնել ցանկացած թեմի գործունեություն, ընդհուպ նաեւ մայրաթորիկ գործունեությունը մինչեւ կհասնի իր բաղձալի նպատակին, որովհետեւ ակնհայտ է, որ այս իր կեղծ պատարակները որևէ արդյունք չեն տալիս, իր հռետորաբանությունը ժողովրդի մոտ որևէ արդյունք չի տալիս եւ մարդիկ պարզապես չեն պաշտպանում Նիկոլ Փաշինյանի այն օրակարգը, որը միտված է վեհապարի փոփոխությանը։ Այդ թվում նաեւ մյուս մեր հոգեվոր հայրերի եկեղեցուց հեռացմանը, կորցնելով հանրային աջակցությունը, դա ընդհանրապես քաղաքականության պարզ այբումել է։ Եթե ավտորիտար իշխանությունը կորցնում է հանրային աջակցությունը, նրան այլ բան չի մնում անելու, քան ապավինել իրավական ռեսուրսներին, դատական համակարգին, կեղծ մեղադրանքներին, կեղծ կալանավորումներին եւ այլն, այսինքն գործի դնել ռեպրեսիվ մեթոդները։ Ու հենց այս համատեքստում չի բացառում, որ այո, ինչպես դուք ասացիք, հակահաբեկչական գործողության անվան տակ, փողերի լվացման անվան տակ մուտք գործեն մայր աթոռ եւ պարզապես կասեցնեն մայրաթոռի գործունեությունը, ընդհուպ կալանավորեն ամենայն հայոց կաթողիկոսին։ Պարոն Կարապետյան, իսկ ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը թրիփի մասով, որովհետև տպավորություն է, որ Վենսի այսպես աջակցությունից ոգևորված Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանապարհի այդ միջանցքի ապա ուրեմն պատվիրակում կարող է տեղի ունենալ այլ սահմանապահ ծառայությունների, ինչա թե ադրբեջանցիները չեն ցանկանում հայ սահմանապահների տեսնել, իսկ հայերը փաստացի պետք է նվաստացվեն եւ նվաստացումների ենթարկվեն եւ
կրեն ադրբեջանցիների այսպես վատ վերաբերմունքի հետևանքներ իրենց մաշկի վրա, ինչու։ Սա ուղիղ Ալիևի պահանջի հերթական կատարումն է։ Դեռևս անցյալ տարի, եթե չեմ սխալվում, Ալիևը պարզ տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանից Նախիջևան կապը իր իսկ ձևակերպմամբ Ադրբեջանից Ադրբեջան իրականացվող փոխադրումները չպետք է վերահսկվեն որևէ մարմնի կողմից, չպետք է վերահսկվեն որևէ ատյանի կողմից եւ առհասարակ չպետք է ենթարկվեն վերահսկողության, չպետք է տեսնեն հայ սահմանապահների, հայ մաքսավորների եւ այլն եւ այլն։ Այս պահանջը Ալիևը հստակ դրել է դեռևս 1 տարի առաջ։ Հիմա տարբեր մանիպուլյատիվ մեթոդներով, իհարկե Նիկոլ Փաշինյանը մշտապես է Ալիևի բոլոր պահանջները կատարում, միանշանակ մանիպուլյատիվ մեթոդներով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դա փորձում է այդ պահանջը հերթական անգամ փորձում է ներկայացնել որպես ներքին օրակարգ, որպես եռակողմ, այսպես ասած, Վաշինգտոնում, երբ օգոստոսի 8-ին հանդիպումը տեղի ունեցավ, որպես ինչ-որ հայ-ամերիկյան համատեղ համաձայնության նշան, սակայն իրականում դա Ալիևի պահանջն է եւ այո, ադրբեջանցիները Հայաստանի տարածքով տեղաշարժվելուց չեն հանդիպելու հայ մաքսավորներին, հայ սահմանապահներին, առհասարակ հայի միգուցե եւ չհանդիպեն ընդհանրապես, որքան էլ նրանք անվանում են Թրամփի ուղի կամ տարբեր անվանումներ են փորձում տալ, փորձում են տեղավորել ճանապարհների ապաշրջափակման համատեքստում, սակայն փաստ է, որ սա միջանցք է։ Եվ առ այս պահը ոչ Էրդողանը, ոչ Ալիևը չեն հրաժարվում Զանգեզուրի միջանցք արտահայտությունից, որովհետև նույնիսկ եթե մի պահ վերանանք անվանումից, այլ կենտրոնանանք ճանապարհի տրամաբանության վրա, ակնհայտ է, որ այստեղ չկա ուղի պարզապես, այն ամբողջովին միջանցքային տրամաբանության տակ է գործում։ Շեշտադրում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը դրանից չի տուժում։ Սա նույնպես խաբկանք է, որովհետև սովորաբար մարդիկ ինքնիշխանության կորուստ հասկանում են, որ ենթադրենք այս տվյալ տարածքը պայմանական ասած դուրս է գալիս Հայաստանի քաղաքական եւ առհասարակ քարտեզից։ Ոչ, նա կարող է մնալ իրավաբանորեն կարող է համարվել Հայաստանի ինքնիշխան տարածքը, սակայն եթե պետությունը իր իսկ տարածքի նկատմամբ չունի լիարժեք վերահսկողություն, դա նշանակում է, որ այլևս մենք կորցրել ենք տվյալ հատվածի նկատմամբ ինքնիշխանությունը։ Բացի դրանից դեռևս բազմաթիվ մութ կետեր կան թրիփի այդ ուղու հետ կապված։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է ցույց տալ այն որպես նաև անվտանգային ինչ-որ համակարգ, անվտանգային մեխանիզմ, որը իբր կապահովի Հայաստանի անվտանգությունը կհանդիսանա երաշխավոր, նման բան գոյություն չունի, որովհետև թրիփը իր բնույթով ոչ թե ինչ-որ անվտանգային մեխանիզմ է ներկայացնում, այլ ամբողջությամբ քաղաքական ու նաև տնտեսական պրոյեկտ է։ Տնտեսական պրոյեկտ է այն ներդրումների առումով, որը իբր պետք է արվի, սակայն դեռևս չգիտենք առհասարակ ինչ ներդրումներ են անելու, ովքեր են անելու եւ ովքեր են մասնաբաժին ունենալու այդ ներդրումներին, իսկ քաղաքականը ոչ միայն տարածաշրջանին է վերաբերում, այլ ունի շատ ավելի նաև աշխարհաքաղաքական բնույթ, որում շահագրգիռ կողմեր են հանդիսանում, իդեպ շահագրգիռ ասելով պարտադիր չէ հասկանալ, որ դրական ակնկալիքներ ունեն, նաև մեր անմիջական հարևան Իրանը, նաև մեր դաշնակից Ռուսաստանը, Իրանը բազմաթիվ անգամ է իր մտահոգությունները արտահայտել թրիփի հետ կապված, ընդհուպ Իրանի դեսպանը Հայաստանին մեղադրեց, որ Հայաստանը պատրաստվում է միանալ հակաիրանական կոռուպցիայի։ Իհարկե յուրաքանչյուր մեղադրանքից հետո հնչում է Նիկոլ Փաշինյանի ռևերանսները մեղադրողի նկատմամբ, շեշտադրում է ինչ-որ դարավոր բարեկամություն, եղբայրություն եւ այլն, սակայն կարևորը փաստերն են, այլ ոչ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Վերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեր դիտարկմամբ կարծեք թե մտահոգիչ էր նաև այն, որ հայտարարեց, թե ադրբեջանական զորքերը դուրս չեն գալու Հայաստանից բռնազավթված տարածքներից, ընդ որում նշում է, որ դուրս չեն գալու այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացվել սահմանազատում եւ հավելում, որ չգիտի թե այդ սահմանազատումը երբ կիրականացվի։ Տպավորություն է, որ հիմա շեշտը դրել են այդ թրիփի վրա, այսինքն այդ հատվածներում կիրականացնեն սահմանազատումը, որպեսզի ադրբեջանցիները ոչ մի խնդիրներ չունենան իրենց ելումուտի հետ կապված, իսկ հայ ժողովրդին էլ ասում են ժողովուրդ ջան, համակերպեք, որ պետք է ապրեք ադրբեջանական օրենքներով ու կանոններով։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը
օգոստոսի 8-ին կնքված, ավելի շուտ ներողություն սխալվեցի, նախաստորագրված ԱԳ նախարարների մակարդակով փաստաթուղթը ներկայացնում է որպես վերջնական խաղաղություն, որպես խաղաղության դարաշրջան, սակայն ակնհայտ է, որ մենք ունենք Ադրբեջանի հետ խնդիրներ։ Խնդիրները մի քանիսն են։ Նախ արցախցիների վերադարձի իրավունքը, որը լուծված չէ, այնինչ այդ մարդկանց վերադարձի իրավունքը միջազգայինորեն ճանաչված իրավունք է։ Իրենց այդ զայեդ մրցանակաբաշխությունից անմիջապես հաջորդ օրը Բաքվի դատարաններում տեղի ունեցող ապօրինությունները, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մեր մյուս ռազմագերիներին դատապարտեցին, համարյա բոլորին դատապարտեցին ցմահ ազատազրկման։ Այն, որ մեկին 20 տարի են դատապարտել, դա չի նշանակում, որ ցմահ չէ։ Եվ այդ շարքը լրացնում է նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված մեր ինքնիշխան տարածքները։ Նայեք, սովորաբար երբ որ խաղաղության պայմանագիր են կնքում վերջնական, նախ շեշտենք, որ որևէ պայմանագիր չի հանդիսանում 100%-անոց երաշխիք, աշխարհում բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել, այնուհետև դրան հաջորդել է պատերազմը։ Բայց սովորաբար երբ երկու պետություն, որոնք ունենում են խնդիրներ, նախ փորձում են լուծել այդ խնդիրները, այնուհետև նոր կնքել խաղաղության պայմանագիր։ Հիմա դիցուկ մի պատկերացնենք, որ այս նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում որպես Նիկոլ Փաշինյանին մատուցած նվեր Ալիևը ստորագրում է այդ խաղաղության պայմանագիրը, հետո նոր մենք անցնում ենք սահմանագծմանն ու սահմանազատմանը եւ ադրբեջանցիները հրաժարվում են դուրս գալ մեր ինքնիշխան տարածքներից, օրինակ Ջերմուկի հատվածներից հայտարարելով, որ դրանք մերն են։ Ապա ինչպես է լուծվելու այդ հարցը։ Կամ դիվանագիտական ճանապարհով պետք է լուծվի, կամ պատերազմով, կամ կա երրորդ տարբերակը, որը շատ հավանական է Նիկոլ Փաշինյանի պարագայում, որ նա պարզապես հրաժարվի այդ տարածքներից, ինչ որ մեջբերի, չգիտեմ, ինչ որ թվի քարտեզներ եւ այլն, եւ ոնց որ Կիրանցում եղավ, հայտարարի, որ ոչ, մենք սխալվել ենք, այդ տարածքները ադրբեջանական են եւ մենք վերադարձնում ենք նրան։ Հակառակ դեպքում պետք է պատերազմի, եթե պատերազմում է մեր տարածքները վերադարձնելու համար, ինչը շատ անհավանական է Փաշինյանի կողմից, ապա ստացվում է այդ խաղաղության պայմանագիրը, որը նույնիսկ եթե այսօր ստորագրվում է, ընդհանրապես ունի նախընտրական բնույթ, որովհետև չեն լուծվել հարցերը։ Իսկ Ալիևին բացարձակ այդ խաղաղության պայմանագիրը պետք չէ ոչ ներքին լսարանում շահարկելու համար, ոչ էլ առհասարակ իր խնդիրները լուծելու հետ կապված։ Խաղաղության պայմանագիրը որպես փաստաթղթավորված տարբերակ անհրաժեշտ է միայն Նիկոլ Փաշինյանին, սակայն եթե նույնիսկ փաստաթուղթը լինի, ապա այդ փաստաթուղթը փուշիկ է լինելու, որովհետև դրա տակ չկան անվտանգային որևէ մեխանիզմներ։ Ոչ մեկը չի ուզում իհարկե պատերազմ, բոլորս ենք ուզում խաղաղություն, սակայն խաղաղությունը պետք է ամրագրված լինի հստակ անվտանգային մեխանիզմներով, հստակ դիվանագիտությամբ, հստակ քաղաքականությամբ։ Պարոն Կարապետյան, իսկ ինչպես եք դուք գնահատում Վենսի այցը, որտեղ վերլուծաբաններ այն դիտարկում են այսպես նախընտրական տրամաբանության մեջ, իրականում սա դիվանագիտական այց էր, թե այցի հիմնական նպատակը կոնկրետ լսարանին ուղերձներ հասցնելն էր։ Եվ մեկը եւ մյուսը իրականում կարող է լինել։ Վենսի այցի հիմնական նպատակները օրինակ կարող է լինել հենց նույն թրիփը, կարող է լինել հենց մոդուլային ատոմակայանները, որի հարցում այդքան Միացյալ Նահանգները շահագրգռված են, որպեսզի Հայաստանում կառուցեն մոդուլային ատոմակայաններ, մինչդեռ հիմնական շահառուն լինելով իրենք ԱՄՆ տարածքում դեռևս մոդուլային ատոմակայաններ չեն կառուցվում։ Էլ չասենք, որ մոդուլային ատոմակայանները դեռևս ամբողջովին հետազոտված չեն, նրա դրական ու բացասական էֆեկտները դրանցից կան միայն Ռուսաստանում ու Չինաստանում, այն էլ այնպիսի հեռավորության վրա բնակչությունից, որ որևէ սպառնալիք մարդկանց համար չլինի։ Հիմա այցի նպատակը կարող է լինել այդ երկուսը, առավել ևս ներողություն շարունակեմ, որ մոդուլային ատոմակայանների հետ կապված մինչև Վենսի այցը արդեն մեր տարածքային կառավարման նախարարը հայտարարել էր, որ մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է դեպի այդ ատոմակայաններին։ Հաջորդ շեշտադրումները Վենսը որ արեց, դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Նայեք, նորանկախ Հայաստանի պատմության մեջ 91 թվականից առ այս պահը դեռևս չէր եղել դեպք, երբ ուղիղ միջամտեն Հայաստանի ընտրական գործընթացներին։
Մինչդեռ երբ որ Վենսը հայտարարում է, որ իրենք ողջունում են Փաշինյանի քաղաքականությունը ու կցանկանային, որպեսզի Փաշինյանը շարունակել պաշտոնավարել, այսինքն ընտրվեր, դա նշանակում է, որ Վենսը արդեն աջակցում է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ 2026 թվականին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Իդեպ Վենսը առաջինը չի, որ խառնվում է Հայաստանի ներքին գործերին, ոչ վաղ անցյալում նաև Ֆիդանը հայտարարեց, Թուրքիայի արտգործնախարարը, որ Հայաստանում 2026 թվականին սպասվում են ընտրություններ, մենք կցանկանայինք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառուցողական քաղաքականությունը մնար, ամրապնդվեր եւ շարունակեր, այսինքն Ֆիդանը նույնպես աջակցեց թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Ալեն Սիմոնյանը պարզապես շնորհակալություն հայտնեց Ֆիդանին, այսինքն այս իշխանությունները արդեն բացահայտորեն 3 ուղղությամբ դիմում են կամ 3 ուղղությամբ հանդուրժում են կամ խնդրում են, որպեսզի Հայաստանի ներքին կյանքին լինի ուղիղ խառնվածություն, մեկը Եմենը, մեկը Միացյալ Նահանգները, մյուսը Թուրքիան։ Իսկ սա ինչպես կարող է աշխատել իշխանությունների օգտին թե դեմ հասարակության շրջանում, օրինակ, ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Եկեք իրատեսական լինենք, որովհետև քաղաքականությունը այնուամենայնիվ սիրում է փաստեր, որոշակի դրական ազդեցություն իհարկե կարող է ունենալ, որովհետև երբ որ քաղաքացին տեսնում է, որ այ Միացյալ Նահանգների փոխնախագահը ողջունեց իրենց, չգիտեմ, սրտի վարչապետին, Եմեն աջակցում է իրենց սրտի վարչապետին, միակ խոցելին այստեղ Թուրքիան է, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այնպիսի հետևողական քաղաքականություն է վարում, որպեսզի հայ ազգի մոտ ստեղծվի տպավորություն, որ մենք թուրքերի հետ միշտ ենք եղբայրներ եղել, միշտ պարզապես այդ չարիքները, մեկը օրինակի դեմս Ռուսաստանի, խանգարում էր մեր եղբայրական հարաբերություններին։ Այո, դրական ազդեցություն կարող է ունենալ, սակայն այստեղ առաջնային խնդիր ունի նաև անելու ընդդիմությունը պետք է կարողանա հանրությանը բացատրել, համոզել ու մատնանշել ողջ վտանգները, ընդդիմությունը պետք է կարողանա հանրությանը ցույց տալ, որ այդ ամենը իրականում միտված չեն վերջնական խաղաղության հաստատմանը, այլ միտված են ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը այն ցանկալի ղեկավարն է, որը պարզապես նվեր է երկնքից իջած բոլոր կողմերի համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որը ձգտում է հասնել խաղաղության, էլ եմ ուզում շեշտել մեր դիտողների համար, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ մենք պատերազմի հրձիքներ ենք ու երազում ենք պատերազմ լինի։ Ոչ մեկս չի ուզում պատերազմ, ոչ մեկս, սակայն պետք է փաստել, որ հեղեղուկ խաղաղությունը, որի ամբողջ նպատակը միայն ընտրություններն են, այդ հեղեղուկ խաղաղությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ հանգեցնելու է ավելի լուրջ պատերազմի։ Բացի այդ, խաղաղություն չեն մուրում ու խաղաղություն չեն հաստատում ազգային արժանապատվության, ազգային արժեքների, հավատքի, եկեղեցու եւ այլն, այսինքն հայի ինքնության հաշվին ոչ մեկ աշխարհում խնդրելով խաղաղություն չի տալի, չի եղել աշխարհում նախադեպ, երբ որ դու խնդրես խաղաղություն ու հանուն քո խնդրանքի քեզ տան այդ խաղաղությունը, նման բան պարզապես գոյություն չունի։ Մեր դիտողները վաղ արդեն ընտրողները պետք է հստակ հետևություններ անեն այդ ամենից, որ խաղաղության հիմքում պետք է լինի ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ քաղաքականություն, իրական դաշնակցային հարաբերություններ ու գործընկերային հարաբերություններ, վստահելի գործընկերոջ միջազգային համբավ, ինչից զուրկ է Նիկոլ Փաշինյանը եւ անվտանգության մեխանիզմներ, այդ բոլորի արկայության դեպքում իրոք կլինի իրական խաղաղություն։ Պարոն Կարապետյան, ընտրությունների նախաշեմին ակտիվացել են Հայաստանի ներսում քննարկումներն ու խոսակցությունը իրական եւ կեղծ ընդդիմության մասով, հասարակությունը ինչպես պետք է իրական ընդդիմությանը տարբերակի կեղծ ձայներ փոշիացնող ընդդիմությունից։ Նախ պետք է հետևի գործունեությանը, հայտ ընտրություններին մասնակցող հայտ ներկայացրած
քաղաքական ուժերի, միավորների, կուսակցությունների հնարավոր վաղեմիսօր ձևավորվող դաշինքների գործունեությանը, հռետորաբանությանը, քայլերին, ծրագրերին եւ նաեւ շատ ուշադրություն դարձնի, թե այդ ծրագրերի հիմքում ինչպիսի գործիքակազմ է դրված, ինչպիսի քայլեր են առաջարկվում, որովհետև երբ որ ես ընդհանրապես ասում եմ լավ բաներ, սակայն չեմ մատնանշում այն ռացիոնալ գործիքակազմը, այն պրագմատիկ գործիքակազմը, որը հնարավորություն է տալու հասնել իմ ուզածներին, իմ ներկայացրածներին, ապա իմ այդ ներկայացրածը ընդհանրապես բարի ցանկություններ են։ Սա շատ կարևոր քաղաքական բաղադրիչներից մեկն է, որպեսզի հանրությանը չկերակրեն միայն ինչ-որ ականջահաճող խոստումներով եւ այլն, որի հիմքում չի լինի բացարձակ որևէ հենարան, այսինքն որևէ գործիքակազմ, որը կմատնանշի, որ այո, այս ծրագիրը, որը ներկայացվում է, ահա այս ռացիոնալ պրագմատիկ քայլերի արդյունքում հնարավոր է իրականացնել։ Կարծում եմ արդեն մենք թևակողում ենք այնպիսի մի փուլ, որ օր-օրի էլ ավելի է ակտիվանում բոլոր ուժերի կողմից իրենց գործունեությունը եւ հանրության համար շատ լավ ազդակ է այդ ամենը զանազանելու, բայց նաև ընդդիմությունը չպետք է բավարարվի միայն այսպես ասած եթերներ գնալով կամ հարցազրույցներ տալով կամ ինչ-որ բուկլետներ բաժանելով։ Բուկլետի դարաշրջանը ինձ թվում է որոշակի արդեն անցել է։ Հանրությունը պետք է ընդդիմադիրներին, հատկապես գործող անձանց առաջնորդներին տեսնի իրենց տան դիմաց, այսինքն պետք է բախեն, ընդդիմությունը պետք է բախի յուրաքանչյուր քաղաքացու դուռը, պետք է շրջի քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, բնակավայր առ բնակավայր եւ հանդիպի յուրաքանչյուր ընտրողի։ Ընտրողը քաղաքական գործի հետ պետք է ունենա ոչ թե թղթային կոնտակտ բուկլետի տեսքով, այլ անմիջական շփում, որովհետև այդ անմիջական շփման արդյունքում մարդը կհասկանա, կարող է վստահել այս գործին, թե ոչ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանին քննադատելը դեռևս չի նշանակում, որ դու ասես արմատական ընդդիմություն ես եւ այլն։ Շատ հաճախ կարող է Նիկոլ Փաշինյանի քննադատությունը իրականում լինի թաքնված գովեստ կամ թաքնված աշխատանք ի օգուտ Նիկոլ Փաշինյանի, հենց դա էլ ձայների փոշիացմանն է, երբ որ մեկը, որը չունի քաղաքական որևէ կշիռ, որևէ աջակցություն հանրության մոտ եւ հանգարց ընտրությունների շեմին sense փրկչի կերպարով երկնքից իջնում ու սկսում է վերջին հայացքները տալ Նիկոլ Փաշինյանին, ապա ես նման գործիչներին չեմ վստահում, որովհետեւ գործիչը քաղաքական պետք է մշտապես մատնանշի արկա խնդիրները եւ մշտապես մատնանշի այդ խնդիրների լուծման ճանապարհները, իսկ ընդհանրապես պաշտոնական քարոզարշավի ժամանակ, երբ որ դու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հրճակես սատանա, դա դեռ չի նշանակում, որ դու իրական ընդդիմադիր ես։ Եվ վերջում, պարոն Կարապետյան, իրական ընդդիմադիրները ինչու չեն կարողանում համախմբվել Նիկոլ Փաշինյանի դեմ կամ թեկուզ մեկ օրակարգի շուրջ, եւ արդյոք մտավախություն չկա, որ իրական ընդդիմության ներսի պարակտվածությունը կարող է հենց Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատել։ Չէ, դա միանշանակ հնարավոր է, որովհետեւ քաղաքականության մեջ անխափան կանոն է գործում, երբ որ երկու ուժ, երեք ուժ սկսում են մրցակցել միմյանց դեմ, դրանից միանշանակ օգտվում է մեկ այլ ուժ, երբ որ ընդդիմությունը սկսում է այսպես ժողովրդի լեզվով ասած իրար ուտել, միակ շահառուն դրանից Նիկոլ Փաշինյանն է։ Ես կարծում եմ, այո, օրակարգը պետք է լինի մեկը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որովհետև եթե դու չկարողանաս հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա ինչպիսի ծրագրերով էլ որ հանդես գաս, այդ ծրագրերը դու չես կարողանա կյանքի կոչել, որովհետև գլխավոր խոչընդոտը նստած է լինելու կառավարությունում։ Ինչ վերաբերում է, եթե մեկ օրակարգ ասելով, եթե մենք հասկանում ենք մեկ ճակատ ձևավորելուն, ապա նախ մեկ ճակատ ձևավորելը, այսինքն մեկ ճակատով հանդես գալը մի փոքր իրատեսական չէ, երկրորդը նաև ինչ-որ մի առումով նախընտրելի էլ չէ, որովհետև հանրությանը այնուամենայնիվ պետք է տրվի ընտրության հնարավորություն։ Իհարկե, ես չեմ ասում ընդդիմությունը ցած պետքա ցվրված ու մասնատ բաժանվի, սակայն կարծում եմ 2-3 խոշոր ուժերի ձևավորումը, այսինքն բևեռները 2-3
շատ ավելի արդյունավետ կարող են գործել եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իդեպ, քանի որ արդեն մենք համարյա մոտենում ենք խորհրդարանական ընտրություններին, աստիճանաբար կարծում եմ պետք է հրաժարվենք այն հռետորաբանությունից, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին փոխել։ Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնենք մինչև ընտրությունները, բայց մենք տեսնում ենք այն, ինչ կա, եւ կարծում եմ հիմա պետք է առավելապես կենտրոնանալ հենց ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի վրա։ Այն, որ նախադեպ չի եղել Հայաստանում դեռևս ընտրություններով իշխանություն փոխելը, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև նախադեպ չէր եղել իդեպ նաև Արցախի հանձնումը։ Բոլորը ասում էին, որ Հայաստանում չի լինելու իշխանություն, որը կկարողանա հանձնել Արցախը, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ իշխանությունը եղավ, կա։ Հայաստանում ասում էին փողոցով իշխանություն չի փոխվելու, բայց կյանքը ցույց տվեց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլելով եկավ, արտաքին միջամտությունը դեռևս մի կողմ թողնենք, խոսենք զուտ փաստի մասին, չէ՞։ Փաստը եղավ, որ դա էլ փոխվեց եւ կարծում եմ, որ այո, կարող է լինել եւ հենց նախադեպը, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա ընտրությունների արդյունքում։ Աստված մի արասե, եթե հանկարծ հաջողվեց նրան վերարտադրվել, ապա այդ 2-3 բևեռները, որոնք մտնեն խորհրդարան, անցնեն խորհրդարան, պետք է արդեն Նիկոլ Փաշինյանին հեռացնեն խորհրդարանում։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանի հեռացումը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի ու պետության համար։ Առանց Նիկոլ Փաշինյանի հեռացման Հայաստանում արդեն արժեզրկվելու է նաև քաղաքականությունը ու դառնալու է անիմաստ զբաղմունք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցադրության համար։ Այսօր իմ հյուրը քաղաքական վերլուծաբան, Հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ Կարեն Կարապետյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։